Աշխարհի բոլոր լրատվամիջոցների թղթակիցները այսօր այս պահին հավաքվել են Ցյուրիխում FIFA-ի կենտրոնակայանի մոտ եւ անհամբերությամբ սպասում են, թե ի վերջո ով կընտրվի մոլորակի ամենասիրված մարզաձևի ֆուտբոլի կյանքը համակարգող կազմակերպության ղեկավար։ Պայքարը մղում են FIFA-ի ներկայիս նախագահ 79-ամյա շվեյցարացի Sepp Blatter-ը եւ փոխնախագահ Հորդանանի իշխան 40-ամյա Ալի Բին Հուսեյնը, ով կառույցում Ասիայի տարածաշրջանի աշխատանքն է կարգավորում։ 17 տարի անընդմեջ FIFA-ն նախագահող Blatter-ը ցանկանում է 5-րդ անգամ վերընտրվել։ Դրա համար նրան անհրաժեշտ է FIFA-ի 65-րդ համագումարի 209 մասնակիցների քվեների 2/3-ը։ Blatter-ը հավանաբար կվերընտրվի, որովհետև չնայած ամբողջ ֆուտբոլային աշխարհն այս շաբաթ ցնցած կոռուպցիոն սկանդալին, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի պատվիրակների մեծ մասը սատարում է շվեյցարացուն։ Ֆուտբոլը մի մարզաձև է, որն ուղղակի առնչություն ունի համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության հետ։ Դրանով եւ պայմանավորված է ոչ միայն շարքային ֆուտբոլասերների, այլև հարյուրավոր երկրների նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների, ինչպես նաև խոշոր ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների ուշադրությունը այսօրվա ընտրությանը։ Սկանդալային բացահայտումների արդյունքում պարզ է դարձել, որ FIFA-ի ղեկավարները մսխել են 100 միլիոնավոր դոլարներ, կաշառք են վերցրել, տվել, եկամուտներ թաքցրել, ապօրինի ֆինանսական փոխանցումներ կատարել։ FIFA-ի մի քանի աշխատակից ձերբակալվել է։ Երեք բացելով FIFA-ի համագումարը, Blatter-ն ասել է, որ հիմա իհարկե կազմակերպության համար շատ ծանր ժամանակ է։ These are unprecedented and difficult times for FIFA. Նա ասել է, թե անհրաժեշտ է մաքրել ֆուտբոլը ապօրինություններից, միաժամանակ նա պնդել է, թե որքան էլ ուրիշները փորձում են նախագահին մեղադրել, ինքնիզորու չէ անձնական հսկողության տակ պահել FIFA-ի բոլոր ծառայողների աշխատանքը։ We, or I, cannot monitor everyone all of the time. UEFA-ի նախագահ Միշել Պլատինին Blatter-ին անձամբ է հորդորել ազատել պաշտոնը, սակայն շվեյցարացին համառում է։ Վերլուծաբանները չեն բացառում, որ եթե Blatter-ը վերընտրվի, ինչն առավել քան հավանական է, ապա UEFA-ն գուցեև կբոյկոտի FIFA-ի տնօրինությամբ անցկացվող աշխարհի առաջնությունը, իսկ դա արդեն իսկական աղետ կլինի։ Ինչ աշխարհի առաջնություն առանց Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, FIFA-ի կոնգրեսը հիմա շարունակվում է։ Երեկոյան ելույթներով հանդես եկան FIFA-ի փոխնախագահ Ալի Բին Հուսեյնը եւ նախագահ վերընտրվելու նպատակ ունեցող Sepp Blatter-ը։ Փոխնախագահը ասել է, որ անհրաժեշտ են խոշոր բարեփոխումներ, FIFA-ի անունը պետք է մաքրել, թափանցիկ ազնիվ աշխատանքի եղանակով։ Եվ մեկ տարբերություն Blatter-ի դիրքորոշումից. եթե ես ընտրվեմ, ես անձնական պատասխանատվություն եմ կրելու ամեն ինչի համար, ասել է իշխանը։ Blatter-ը փաստորեն շատ առումներով նույն բաներն է ասել, անհրաժեշտ են բարեփոխումներ, արմատախիլ անենք կոռուպցիան, խստագույնս պատժենք մեղավորներին, բայց ավելացրել է, որ անհրաժեշտ է միասնություն։ Սա ուղղված է UEFA-ին։ Մեզ պետք չէ հեղափոխություն, մեզ պետք է զարգացում, ասել է Blatter-ը, ընդգծելով, որ ինքը ուզում է շարունակել աշխատանքը, մոտ 1 ժամ առաջ սկսվել է բուն քվեարկությունը, որը այս պահին ընթացքի մեջ է։